Պատկերացրեք, ձեզ որսում է ոչ թե մեկ, այլ երկու պանիշխռոս կայսր։ Ձեր միակ մեղքը ձեր գեղեցկությունն ու հավատքն է։ Սա սրբերի մասին սովորական պատմություն չէ։ Սա մի թագավորի մասին է, ում մոլուցքն այնքան ուժեղ էր, որ նա պատրաստ էր տասնյակ անմեղ կանանց սպանել մեկ ոչի համար։ Եվ երբ նա չստացավ իր ուզածը, աստվածային պատիժը ցնցեց ողջ թագավորությունը։ Պատկերացրեք, մի ամբողջ պալատ տեսնում է, թե ինչպես է իրենց հզոր արքան կորցնում իր մարդկային կերպարանքը, բառացիորեն։ Սա ուղղակի անհավանական է։ Մենք ցույց կտանք այն գաղտնիքը, թե ինչպես մի փխրուն աղջիկ կարողացավ դիմակայել մի ամբողջ բանակի։ Կբացահայտենք այն խոսքերը, որ նա ասաց թագավորի դեմքին, որոնցից հետո պալատում մահուչափ լռություն տիրեց։ Բայց ամենակարևորը, դուք կիմանաք, թե ինչպես այս կույսերի սարսափելի մահը դարձավ այն միակ իրադարձությունը, որն ընդմիշտ փոխեց մի ամբողջ ազգի ճակատագիրը։ Նրանց արյունը ոչ թե պարզապես վրեժի կոչ էր, այն հիմք դրեց մի նոր պատմության։ Այս պատմությունը ապացուցում է, որ իրական ուժը ոչ թե թագի մեջ է, այլ հանգիստ, բայց անկոտրում հավատքի։ Բաժանորդագրվեց հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքի անունը։ Տեսնենք, քանի սով ենք մենք։ Երրորդ դարի վերջն էր, և հռոմեական կայսրությունը խեղդվում էր իր իսկ հեթանոսական անառակության ճահճում։ Կայսր Դիոկլետիանոսի գահը փայլում էր ոսկով, բայց նրա հոգին պատված էր թանձր խավարով, իսկ նրա հրովարտակները, ինչպես թունավոր օձեր, սողում էին կայսրության բոլոր անկյունները, հրամայելով հալածել, տանջել և սպանել բոլոր նրանց, ովքեր համարձակվում էին իրենց քրիստոնյա անվանել։ Եկեղեցին արյունակամ էր լինում, սակայն հենց այդ արյան սուրբ կաթիլներից էլ ծնվում էին հավատքի ամենավառ սերմերը, որոնք պիտի ծլարձակեին ամենաանսպասելի հողերում։ Հռոմի աղմկոտ փողոցներից հեռու, մի խաղաղ ու պարսպապատ Մենաստանում, ապրում էր մի հայ մանկ, բաղկացած երիտասարդ կույսերից, ովքեր իրենց կյանքը նվիրել էին Քրիստոսին, իրենց միակ երկնային փեսային։ Նրանց մայրավառն էր իմաստուն և աստվածավախ Գայանենը, ում խոսքը մեղմ էր, ինչպես առավոտյան զեփյուռը, բայց հավատքը ամուր, ինչպես Արարատ լեռը։ Նրա հոգևոր դուստրերի մեջ իր աննկարագրելի գեղեցկությամբ և հոգու անբիծ մաքրությամբ առանձնանում էր Հռիփսիմենը։ Նա ուներ ոչ միայն երկրային գեղեցկություն, որը կարող էր գերել ցանկացած թագավորի, այլև մի անբացատրելի ներքին լույս, որը վկայում էր նրա սրտում բնակվող Սուրբ Հոգու մասին։ Նրա աչքերը նայում էին ոչ թե այս աշխարհին, այլ երկնքին, որտեղ նրա հոգին արդեն գտել էր իր հավիտենական հանգրվանը։ Մի երեկո, երբ մայրամուտի վերջին շողերը նարնջագույնով ներկում էին Մենաստանի քարե պատերը, Գայանեն և Հռիփսիմեն ծնկի էին իջել փոքրիկ, խունկի բույրով լցված մատուռում։ Մոմերի տատանվող լույսի ներքո նրանց շուրթերից հոսում էին սաղմոսները, որպես սրտի անկեղծ զոհաբերություն։ Հանկարծ Հռիփսիմեի դեմքը լուսավորվեց մի անբացատրելի փայլով։ Նա լռեց, շուրթերը դադարեցին շարժվելուց։ Գայանեն անհանգիստ նայեց նրան, սիրտը սկսեց արագ բաբախել։ Ինչ պատահեց զավակս։ Հռիփսիմեի ձայնը դողում էր, երբ նա պատասխանեց. Մայրիկ, տեսիլք տեսա։ Երկինքը բացվեց, և ես տեսա երկու պսակ, մեկը փշերից հյուսված, բայց շողշողացող ինչպես հազարավոր ադամանդներ, մյուսը անթառամ ծաղիկներից, որոնց բույրը հասնում էր ինձ։ Մի ձայն, որը նման չէր մարդկային ձայնի, ասաց. Սա քո ճանապարհն է, ընտրյալ իմ։ Փշոտ պսակը երկրի վրա է, ծաղկե պսակը երկնքում։ Գայանեի սիրտը սեղմվեց ցավից, բայց և ակնածանքից։ Նա հասկացավ, սա ոչ թե պարզապես երազ էր, այլ մարգարեթություն։ Աստված նրանց պատրաստում էր մի մեծ աննախադեպ փորձության։ Նրանք դեռ չգիտեին, որ այդ փորձությունը գալու էր ոչ թե հալածանքի ընդհանուր ալիքով, այլ կայսերի անձնական հրեշավոր քմահաճույքով։ Նրանք չէին կարող պատկերացնել, որ իրենց անունները շուտով պիտի հնչեին կայսերական պալատում, և որ իրենց հավատքի փորձությունը պիտի նրանց տաներ հազարավոր մղոններ հեռու դեպի մի լեռնային երկիր, որի անունն էր Հայաստան։ Բայց դա միայն սկիզբն էր։ Ոչ ոք չէր կարող կանխատեսել, թե ինչպես էր սկսվելու այդ սարսափելի շղթան։ Ամեն ինչ սկսվեց մարդկային նախանձից և դիվային չարությունից։ Դիոկլետիանոս կայսերը կնոջ մահից հետո որոշել էր նոր կին առնել, բայց ոչ թե որևէ մեկին։ Նա ուզում էր գտնել կայսրության ամենագեղեցիկ կնոջը, մեկին, ում գեղեցկությունը կհամապատասխաներ իր մեծությանը։ Նրա ծառաները ցրվեցին աշխարհով մեկ, փնտրելու այդ անզուգական գեղեցկուհուն։ Նրանք նկարիչների հետ միասին շրջում էին քաղաքներով ու գյուղերով, պատկերելով ամենագեղեցիկ կանանց դիմանկարները, որպիսի ներկայացնեն իրենց տիրոջը։
Եվ ահա, դժբախտաբար, ինչ-որ մեկի չար լեզում լուր հասցրեց կայսերական պալատ, թե Հռոմի մոտ գտնվող մի Մենաստանում ապրում է մի կույս, Հռիփսիմե անունով, ում գեղեցկությունը երկնային է և ում նմանը չկա ողջ աշխարհում։ Կայսրը, հետաքրքրությունից դրդված, անմիջապես հրամայեց բերել նրա դիմանկարը։ Երբ նկարիչը գաղտնի պատկերեց Հռիփսիմեին և ներկայացրեց կայսրին, Դիոկլետիանոսը հիացմունքից քարացավ։ Նա երբեք նման գեղեցկություն չէր տեսել։ Նա որոշեց. այս կույսը պետք է դառնա իր կինը։ Անմիջապես, առանց հապաղելու։ Այդ պահին ամեն ինչ փոխվեց։ Կայսեր հրամանը հասավ Մենաստան, զինվորները շրջապատեցին այն։ Նրանց առաջնորդը մեծամտորեն ներկայացրեց կայսեր կամքը։ Հռիփսիմեն պետք է պատրաստվի դառնալու Հռոմի թագուհին։ Կույսերի համայնքում խուճապ սկսվեց։ Նրանք նայում էին Գայանեին, սպասելով նրա խոսքին։ Իսկ Հռիփսիմեն, գունատ, բայց վճռական, կանգնած էր աչքերը հառած երկնքին։ Նա հիշեց իր տեսիրքը, փշոտ պսակը։ Նա հասկացավ, որ իր փորձությունը սկսվել է։ Բայց ինչպես կարող էին մի քանի անզեն կույսեր դիմակայել Հռոմի ամենակարող կայսրին։ Նրանց միակ զենքը աղոթքն էր և փախոստը։ Գայանեն, իր իմաստությամբ, հասկանում էր, որ ուղիղ դիմակայությունն ինքնասպանություն կլիներ։ Նա դուրս եկավ զինվորների մոտ և խոնարհաբար խնդրեց մի քանի օր Հռիփսիմեին պատրաստելու կայսերի հետ հանդիպմանը։ Զինվորների հրամանատարը, տեսնելով Գայանեի հանգիստ և համոզիչ պահվածքը, համաձայնեց, թողնելով պահակախումբ Մենաստանի դարպասների մոտ։ Նույն գիշեր, երբ խավարը պատեց Հռոմը, Գայանեն հավաքեց իրեն ամենահավատարիմ և ամենաամուր կույսերին, մոտ 70 հոգու։ «Մենք պետք է փախչենք», շշնջաց Գայանեն։ «Կգնանք դեպի արևելք, Աստված մեզ ճանապարհ ցույց կտա»։ Նրանք հավաքեցին իրենց սակավաթիվ իրերը՝ մի կտոր հաց, մի սուրբ գիրք, մի փոքրիկ խաչ։ Մենաստանի հետևի պատի մեջ կար մի գաղտնի դուռ, որի մասին գիտեին միայն մի քանիսը։ Աղոթելով և Աստծուն իրենց ճակատագիրը հանձնելով, նրանք մեկ առ մեկ սողոսկեցին դուրս գիշերվա խավարի մեջ։ Նրանք թողնում էին իրենց տունը, իրենց անցյալը, ամեն ինչ, ինչ ճանաչում էին, հանուն մեկ բանի՝ հավատարիմ մնալու Քրիստոսին։ Նրանց ճանապարհը երկար էր ու տանջալից, լի վտանգներով ու զրկանքներով։ Նրանք անցան Եգիպտոսի անապատներով, հասան Ալեքսանդրիա, այնտեղից էլ նավով անցան Պաղեստին։ Ամենուր նրանց սպասում էր վտանգ, ամեն քայլափոխի նրանք կարող էին բռնվել, բայց ամեն անգամ մի հրաշք էր տեղի ունենում, և Աստծո պաշտպանող ձեռքը նրանց փրկում էր։ Վերջապես, հասկանալով, որ պետք է դուրս գան հռոմեական կայսրության սահմաններից, նրանց հայացքն ուղղվեց դեպի հեռավոր, լեռնային մի երկիր, որը հայտնի էր իր հպարտ ժողովրդով և անկախ թագավորով։ Մի երկիր, որտեղ նրանք հույս ունեին կգտնեին ապաստան։ Այդ երկիրը Հայաստանն էր։ Նրանք հասան մայրաքաղաք Վաղարշապատի մատույցներին և բնակություն հաստատեցին քաղաքից դուրս գտնվող մի հնձանում, ապրելով համեստ ու աղքատիկ, բայց խաղաղ։ Նրանց թվում էր, թե վերջապես գտել են իրենց փնտրած հանգրվանը, բայց նրանք սխալվում էին, դաժանորեն սխալվում էին։ Լուրը նորեկ արտասովոր գեղեցկությամբ օժտված կույսերի մասին սկսեց տարածվել Վաղաշապատում։ Մարդիկ գալիս էին հնձան, իբր մանյակներ գնելու, բայց իրականում Հռիփսիմեի գեղեցկությունը տեսնելու։ Շուտով այդ լուրերը, ինչպես չոր դաշտում տարածվող կրակը, հասան Տրդատ թագավորի պալատ։ Տրդատ III մեծը հզոր և խիստ արքա էր։ Նա հաղթանակներ էր տարել պատերազմներում, ամրապնդել էր երկրի սահմանները, բայց նա նաև կրքոտ, անզուսպ և դաժան բնավորություն ուներ։ Երբ նրա ականջին հասավ Հռիփսիմեի աննկարագրելի գեղեցկության մասին լուրը, նրա մեջ արթնացավ նույն ցանկությունը, ինչ Դիոկլետիանոսի մոտ։ Նա ուզեց տեսնել այդ կույսին։ Եվ այստեղ ճակատագիրը դաժան կատակ խաղաց։ Դիոկլետիանոսը, չկարողանալով գտնել փախստականներին, նամակ էր ուղարկել իր դաշնակից Տրդատին, խնդրելով, եթե կույսերը հայտնվեն նրա երկրում, գտնել նրանց և կամ հետ ուղարկել Հռոմ, կամ եթե Տրդատը ցանկանա, Հռիփսիմեին իրեն կին վերցնել։ Այս նամակը, զուգորդված պալատականների պատմություններով, վերջնականապես բորբոքեց թագավորի հետաքրքրությունը։ Ամեն ինչ փոխվեց այդ պահին։ Տրդատը հրամայեց իր ծառաներին գտնել և բերել Հռիփսիմեին պալատ։ Երբ թագավորական կարգը մոտեցավ հնձանին, կույսերի սրտերը սառեցին սարսափից։ Նրանք հասկացան, որ իրենց փախուստն ավարտված է։ Նրանք բաժին էին մի վիշապից, միայն թե ընկնեին մյուսի երախը։ Գայանեն փորձեց բանականության կոչ անել թագավորի ծառաներին, բացատրելով, որ իրենք Քրիստոսի հարսնացուներ են և չեն կարող պատկանել երկրային թագավորի, բայց ով կլսեր նրան։ Հռիփսիմեին բռնի ուժով փորձեցին նստեցնել կառքը, և հետո տեղի ունեցավ անհավանականը։
Հռիփսիմեն այդ փոքրիկ նուրբ կույսը լցվեց աստվածային զորությամբ։ Նա սկսեց դիմադրել, եւ նրա դիմադրությունը այնքան ուժգին էր, որ մի քանի զինվորներ չէին կարողանում նրան տեղից շարժել։ Նա պայքարում էր ոչ թե մկանների, այլ հոգու ուժով։ Զինվորները ապշած էին։ Նրանք երբեք նման բան չէին տեսել։ Այս դեպքը միայն ավելի բորբոքեց Տրդատի կիրքը։ Երբ նրան պատմեցին Հռիփսիմեի գերբնական ուժի մասին, նա դա ընկալեց որպես նրա արժանապատվության ևս մեկ նշան։ Նա որոշեց, որ ինչ գնով էլ լինի, պետք է տիրանա այս արտասովոր կնոջը։ Իրավիճակը դարձավ անելանելի։ Կույսերը հայտնվեցին թակարդում, շրջապատված հեփանոսական մի աշխարհով, որը ղեկավարվում էր մի բռնակալ թագավորի կողմից։ Նրանց միակ հույսը մնացել էր Աստված։ Բայց նրանք դեռ չգիտեին, որ Հայաստանի հողի տակ մի խորը մութ գուբում արդեն 13 տարի տարապում էր մեկը, ում աղոթքները հասնում էին երկինք եւ պատրաստում էին հողը նրանց արյան սերմի համար։ Նրա անունն էր Գրիգոր։ Նա սպասում էր իր ժամին։ Եվ այդ ժամը մոտենում էր։ Այն գիշեր, երբ թագավորի զինվորները շրջապատել էին հնձանը սպասելով առավոտյան նոր հրամանի, կույսերը հավաքվել էին իրենց խղճուկ կացարանի ամենախոր անկյունում։ Վախը, հուսահատությունը եւ անօգնականության զգացումը ծանրացել էին նրանց հոգիների վրա։ «Տեր, մի լքիր մեզ», շշնջում էին նրանք, «ցույց տուր մեզ քո ճանապարհը»։ Հենց այդ պահին, երբ թվում էր, թե ամեն ինչ կորած է, հրաշքը տեղի ունեցավ։ Հանկարծ հնձանի ներսը լցվեց մի աննկարագրելի ոսկեգույն լույսով։ Այն ավելի պայծառ էր, քան արևը, բայց միևնույն ժամանակ մեղմ ու հանգստացնող։ Կույսերը վախեցած բարձրացրին իրենց գլուխները։ Լույսի կենտրոնում նրանք տեսան մարդու կերպարանք, պայծառափայլ հագուստներով, որի դեմքը շողում էր սիրով եւ խաղաղությամբ։ Դա Տերն էր, որ եկել էր մխիթարելու իր հարսնացուներին։ Նրա ձայնը հնչեց ոչ թե ականջներում, այլ ուղիղ նրանց սրտերում։ «Մի վախեցեք, իմ հոտի փոքրիկ գառնուկներ, ես ձեզ հետ եմ։ Ձեր փորձությունը մոտեցել է իր ավարտին, եւ ձեր պսակները պատրաստ են երկնքում։ Ձեզանից ոմանք կընդունեն նահատակության մկրտությունը այստեղ, այս վայրում, մյուսները այնտեղ, որտեղ ձեր մայրավարն է պայքարում, իսկ մեկ ուրիշ խումբ քաղաքի մեկ այլ մասում։ Բայց իմացեք, որ ձեր արյունը պիտի դառնա այս հողի սերմը, եւ այնտեղ, որտեղ դուք կնահատակվեք, պիտի կանգնեցվեն աղոթքի տներ, ի հիշատակ ձեզ եւ ի փառս իմ անվան։ Այնուհետև տեսիլքը փոխվեց։ Կույսերը տեսան 3 վայր։ Առաջինը այն հնձաններ, որտեղ իրենք էին, երկրորդը մի մութ վայր, որտեղ տանջում էին Գայանային, եւ երեքը քաղաքի խաղողի այգիների մոտ գտնվող մի ճնձան։ Եվ 3 վայրերի վրա էլ երկնքից իջնում էին լուսեղեն ծաղկեպսակներ, որոնք սպասում էին իրենց տերերին։ Այս տեսիլքը ամբողջությամբ փոխեց ամեն ինչ։ Հռիփսիմենը, ով առաջինն էր տեսել փշոտ պսակի տեսիլքը Հռոմում, այժմ տեսնում էր դրա փառահեղ իրականացումը։ Նրա հոգին լցվեց ոչ թե վախով, այլ ցնծությամբ։ Նա հասկացավ, որ իրենց սպասվող տանջանքները ոչ թե պարտություն են, այլ հաղթանակի ճանապարհ։ Նրանց մահը ոչ թե վերջն է, այլ սկիզբը հավիտենական կյանքի։ Նա ոտքի կանգնեց, եւ նրա դեմքը շողում էր այն նույն երկնային լույսով, որը նոր էր լցրել սենյակը։ «Քույրեր», ասաց նա ամուր ձայնով, «ուրախացեք եւ ցնծացեք, մեր փեսան մեզ կանչում է իր հարսանիքին։ Մի վախեցեք նրանցից, ովքեր սպանում են մարմինը, բայց չեն կարող սպանել հոգին։ Մեր տանջանքները կարճ կլինեն, իսկ մեր փառքը հավիտենական»։ Այդ պահից սկսած կույսերի համայնքում տիրեց ոչ թե սգո, այլ տոնական տրամադրություն։ Նրանք սկսեցին երգել սաղմոսներ, փառաբանել Աստծուն եւ պատրաստվել իրենց վերջին եւ ամենամեծ մարտին։ Նրանք այլևս Դիոկլետիանոսից փախչող խեչ կույսեր չէին, նրանք Քրիստոսի զինվորներ էին, որոնք պատրաստվում էին գրավել երկնքի արքայությունը։ Երբ առավոտը բացվեց եւ թագավորի զինվորները նորից եկան, նրանք տեսան մի անհավանական տեսարան։ Կույսերը կանգնած էին հանգիստ, ժպիտը դեմքներին, պատրաստակամությամբ լի։ Նրանց աչքերում վախ չկար, այլ միայն լույս։ Զինվորները շփոթվեցին, նրանք չէին հասկանում, թե ինչ է տեղի ունեցել, բայց հրամանը հրաման էր։ Նրանք բռնեցին Հռիփսիմեին եւ տարան թագավորի մոտ։ Պատմության անիվը սկսեց պտտվել դեպի իր արյունոտ գագաթնակետը, բայց այժմ հերոսուհիները գնում էին այդ ճանապարհով ոչ թե որպես զոհեր, այլ որպես հաղթողներ։
Երբ Հռիփսիմեին բերին Տրդատի առաջ, պալատը լցված էր հետաքրքրասեր իշխաններով ու պալատականներով։ Բոլորը ուզում էին տեսնել այն կնոջը, ով համարձակվել էր մերժել երկու թագավորների՝ Դիոկլետիանոսի և Տրդատի։ Տրդատը, տեսնելով Հռիփսիմեի գեղեցկությունը, մի պահ կորցրեց խոսելու կարողությունը։ Նա ավելի գեղեցիկ էր, քան ցանկացած դիմանկար կարող էր պատկերել։ Նա փորձեց սկզբում խոսել քաղցրությամբ, իր ձայնին տալով մեղմ երանգ, որը սովորաբար չէր օգտագործում։ Գեղեցկուհի, ինչու ես համարում։ Ես քեզ առաջարկում եմ փառք, հարստություն, թագուհու գահ։ Դու կլինես հայոց աշխարհի տիրուհին։ Միայն թե ընդունիր իմ առաջարկը և երկրպագիր մեր աստվածներին՝ Արամազդին, Անահիտին և Վահագնին։ Հռիփսիմեի պատասխանը հնչեց որպես ամպրոպ պարզ երկնքում։ Նրա ձայնը չէր դողում, այլ լի էր պողպատե վճռականությամբ։ Թագավոր, ես արդեն ունեմ Փեսա, որը երկնքի և երկրի արարիչն է։ Ես նրան եմ նշանված, և իմ թագը ոչ թե այս աշխարհից է։ Քո աստվածները քարից ու փայտից կուռքեր են, իսկ քո առաջարկած փառքը մեկ օրվա փուչինք։ Ամբողջ պալատը սառեց, ոչ ոք երբեք չէր համարձակվել այդպես խոսել Տրդատի հետ։ Թագավորի դեմքը մթնեց զայրույթից։ Նրա բարի դիմակը պատրվեց, բացահայտելով բռնակալի իրական դեմքը։ «Հանդուգն», գոռաց նա, «դու չգիտես, թե ում հետ ես խոսում, ես քեզ կստիպեմ ենթարկվել»։ Նա հրամայեց իր ծառաներին բռնի ուժով նախապատրաստել Հռիփսիմեին իրենց հարսանիքին, բայց կրկին տեղի ունեցավ անհավանականը։ Հռիփսիմեն լցված Սուրբ Հոգու զորությամբ այնպիսի ուժով դիմադրեց, որ ոչ ոք չկարողացավ նրան մոտենալ։ Նա պայքարում էր հրեշտակի ուժով։ Տրդատը, տեսնելով, որ ֆիզիկական ուժը չի օգնում, որոշեց փոխել մարտավարությունը։ Նա հասկանում էր, որ այս կույսի համառության պատճառը նրա հավատքն է և նրա մայրավարի ազդեցությունը։ «Բերեք Գայանեին», հրամայեց նա։ Նա կարծում էր, որ Գայանեն, լինելով ավելի մեծ և հավանաբար ավելի խելամիտ, կկարողանա համոզել Հռիփսիմեին ենթարկվել։ Ինչպիսի սխալմունք։ Երբ Գայանեին բերեցին պալատ, նա տեսավ Հռիփսիմեին, որը պայքարում էր թագավորի ծառաների դեմ։ Գայանեի սիրտը լցվեց ոչ թե վախով, այլ հպարտությամբ։ Նա մոտեցավ և հայերեն, որպեսզի թագավորը չհասկանա, դիմեց Հռիփսիմեին. «Զավակս, մի վախեցիր։ Հիշիր մեր երկնային Փեսային, ով քեզ համար խաչվեց։ Նա քեզ հետ է, ամուր կաց քո հավատքի մեջ, և դու կստանաս անթառամ պսակը»։ Այս խոսքերը լսելով, Տրդատը հասկացավ, որ Գայանեն ոչ թե օգնում, այլ խանգարում է իրեն։ Նրա զայրույթը հասավ իր գագաթնակետին։ Նա հասկացավ, որ այս կանայք երբեք չեն ենթարկվի։ Նրանց կամքը կոտրելու միայն մեկ ճանապարհ կար՝ տանջանքները։ Եվ հետո սկսվեց սարսափը։ Տրդատը հրամայեց անջատել Գայանեին Հռիփսիմեից և մյուս կույսերից։ Գայանեին և նրա հետ եղող երկու կույսերին տարան քաղաքի հյուսիսային դարպասների մոտ և ենթարկեցին անասելի տանջանքների։ Նրանց քարկոծեցին, աչքերը հանեցին, մարմինները կտոր-կտոր արեցին։ Բայց մինչև վերջին շունչը Գայանեի շուրթերից լսվում էր աղոթք և փառաբանություն Աստծուն։ Նույն ժամանակ Հռիփսիմեին և նրա հետ մնացած 32 քույրերին տարան այն վայրը, որտեղ նրանք տեսել էին իրենց տեսիլքը՝ հնձանի մոտ։ Դահիճները, կատաղած նրանց անկոտրում կամքից, սկսեցին իրենց արյունոտ գործը։ Նրանց լեզուները կտրեցին, որպեսզի չկարողանան աղոթել, փորերը պատռեցին, մարմիններն այրեցին ջահերով։ Հռիփսիմեին, որպես մեղավոր, ամենադաժան տանջանքներին ենթարկեցին։ Բայց նրանց տանջանքների պահին երկինքը լուր չէր։ Հանկարծ մի պայծառ լույս իջավ երկնքից և պատեց նահատակների մարմինները։ Օդը լցվեց անուշ բույրով։ Դահիճները սարսափահար փախան։ Տրդատը, լսելով այս մասին, էլ ավելի կատաղեց։ Նա հրամայեց մյուս կույսերին, ովքեր թաքնված էին քաղաքի ճննձաններում, գտնել և նույնպես սպանել։ Այդ օրը Վաղարշապատի հողը ներկվեց անմեղ արյունով։ 70 կույսեր իրենց կյանքը տվեցին հանուն Քրիստոսի։ Նրանք ընդունեցին իրենց փշոտ պսակը, փոխարենը ստանալով երկնային անթառամ պսակը։ Բայց դա դեռ վերջը չէր, դա միայն սկիզբն էր աստվածային հատուցման։ Ինչ կարող էր պատահել մի թագավորի հետ, ով համարձակվել էր ձեռք բարձրացնել Աստծո ընտրյալների վրա։ Պատասխանը պետք է ցնցեր ոչ միայն Հայաստանը, այլև ողջ աշխարհը։ Կույսերի նահատակությունից մի քանի օր անց Տրդատ թագավորը որոշեց որսի գնալ։ Նա հավաքեց իր իշխաններին, զորքին և ճանապարհ ընկավ դեպի Արարատյան դաշտի եղեգնուտները։
Թագավորը փորձում էր զվարճանքի միջոցով ցրել իր մտքերը, մոռանալ այն համառ կույսին, ում աչքերի մեջ տեսել էր ոչ թե վախ, այլ դատապարտում։ Նա ցանկանում էր իրեն եւ մյուսներին ապացուցել, որ ամեն ինչ նախկինի պես է, որ ինքը դեռևս հայոց աշխարհի ամենակարող տիրակալն է։ Բայց դա դեռ այլ ծրագրեր ուներ։ Երբ թագավորական շքախումբը հասավ որսատեղի, հանկարծ սկսվեց անբացատրելին։ Մի մութ, սառը ստվեր իջավ նրանց վրա, թեև երկինքը պարզ էր, օդը ծանրացավ եւ մի տեսակ չարագուշակ լռություն տիրեց։ Եվ հետո, ի զարմանս բոլորի, Տրդատ թագավորի վրա հարձակվեց դիվային ուժ։ Նա սկսեց գոռալ, իր հագուստները պատառոտել, ցածր ընկավ կառքից եւ սկսեց խոտ ուտել, ինչպես անասուն։ Նրա մարդկային կերպարանքը սկսեց այլանդակվել, նրա դեմքը երկարեց, մաշկը կոշտացավ եւ նա սկսեց խոզի պես խռնչալ։ Սարսափը պատեց բոլորին։ Իշխաններն ու զինվորները քարացել էին, նրանց հզոր, հպարտ թագավորը վերածվում էր վայրի գազանի իրենց աչքի առաջ։ Բայց դա դեռ ամենը չէր։ Երբ թագավորական շքախումբը հասավ որսատեղի, հանկարծ սկսվեց անբացատրելին։ Մի մութ, սառը ստվեր իջավ նրանց վրա, թեև երկինքը պարզ էր։ Օդը ծանրացավ եւ մի տեսակ չարագուշակ լռություն տիրեց։ Եվ հետո, ի զարմանս բոլորի, Տրդատ թագավորի վրա հարձակվեց դիվային ուժ։ Նա սկսեց գոռալ, իր հագուստները պատառոտել, ցածր ընկավ կառքից եւ սկսեց խոտ ուտել, ինչպես անասուն։ Նրա մարդկային կերպարանքը սկսեց այլանդակվել, նրա դեմքը երկարեց, մաշկը կոշտացավ եւ նա սկսեց խոզի պես խռնչալ։ Սարսափը պատեց բոլորին։ Իշխաններն ու զինվորները քարացել էին, նրանց հզոր, հպարտ թագավորը վերածվում էր վայրի գազանի իրենց աչքի առաջ։ Բայց դա դեռ ամենը չէր։ Նույն դիվային ուժը հարձակվեց նաև բոլոր այն իշխանների եւ պալատականների վրա, ովքեր մասնակցել էին կույսերի տանջանքներին։ Նրանք եւս սկսեցին գազանաբար պահել իրենց, վազելով դաշտերով, գոռալով եւ իրենք վնասելով։ Պալատում եւ քաղաքում խուճապ սկսվեց։ Ինչ կասեն հավատացյալները, հարցը այլևս նշանակություն չուներ։ Հիմա բոլորը, հեթանոս թե քրիստոնյա, մեկ հարց էին տալիս. ինչ է կատարվում, ինչ աստվածային պատիժ է իջել հայոց աշխարհի վրա։ Եկեղեցու պատիվը վտանգված էր, բայց ոչ այնպես, ինչպես կարելի էր պատկերացնել։ Հեթանոս քրմերը փորձում էին զոհաբերություններով եւ ծեսերով հանգստացնել իրենց աստվածներին, բայց ապարդյուն։ Թագավորի եւ իշխանների վիճակը օրեցօր վատանում էր, բժիշկներն անզոր էին, ոչ մի դեղ, ոչ մի բուժում չէր օգնում։ Ակնհայտ էր, որ սա սովորական հիվանդություն չէր, սա երկնքի դատաստանն էր։ Այդ քաոսի մեջ միայն մեկ մարդ էր պահպանում իր հանգստությունը՝ Տրդատի քույրը, Խոսրովի դուխտը։ Նա բարի եւ աստվածավախ կին էր, ով թեև հրապարակավախ չէր ընդունել, բայց սրտում հակված էր դեպի քրիստոնեություն։ Նա հասկանում էր, որ այս ամենի պատճառը սուրբ կույսերի անմեղ թափված արյունն է, եւ նա գիտեր, որ այս դիվահարությունը բուժելու միայն մեկ ճանապարհ կա։ Մի գիշեր Խոսրովի դուխտը տեսիլք տեսավ։ Մի լուսավոր հրեշտակ հայտնվեց նրան եւ ասաց. «Մի վախեցիր, այս հիվանդության դեմ դեղ չկա, քանի դեռ չեք ազատել Գրիգորին, ով փակված է Արտաշատի խոր վիրապում։ Միայն նա կարող է բժշկել թագավորին եւ փրկել Հայաստանը»։ Խոսրովի դուխտը արթնացավ դողալով. Գրիգորը, այն մարդը, ում իր եղբայրը 13 տարի առաջ գցել էր օձերով լի գուբը, մահվան դատապարտելով։ Բոլորը կարծում էին, որ նա վաղուց մահացած է։ Ինչպես կարող էր նա ողջ լիներ։ Եվ նույնիսկ եթե ողջ լիներ, ինչպես կարող էր նա, ում Տրդատը դատապարտել էր այդպիսի սարսափելի մահվան, օգնել իր դահճին։ Նա իր տեսիլքի մասին պատմեց իշխաններին։ Սկզբում նրանք չհավատացին, դա խելագարություն էր թվում, բայց երբ տեսիլքը կրկնվեց 5 անգամ, նրանք սկսեցին տատանվել։ Իրավիճակը հուսահատ էր, նրանք կորցնելու ոչինչ չունեին, գուցե սա իրենց վերջին հույսն էր։ Ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչ էին գտնելու այնտեղ։ Որոշվեց մարդ ուղարկել Արտաշատ։ Իշխաններից մեկը Օտը անունով մի փոքր ջոկատով ճանապարհ ընկավ դեպի խոր վիրապ։ Նրանք գնում էին առանց մեծ հույսի, ավելի շուտ թագուհու խնդրանքը կատարելու, քան թե հրաշքի սպասելու։ Երբ հասան վիրապի մոտ, Օտան մոտեցավ անցքին եւ երկյուղացությամբ ձայն տվեց. «Գրիգոր, եթե ողջ ես, արձագանքիր։ Քո Աստվածը հրամայել է մեզ քեզ այստեղից հանել»։ Մի քանի վայրկյան լռություն տիրեց, եւ հետո խորքից լսվեց մի թույլ, բայց հստակ ձայն. «Ո՞վ եք դուք, որ փնտրում եք ինձ»։ Օտան եւ նրա մարդիկ սարսափից քարացան։ Դա անհնարին էր։ 13 տարի, առանց հացի, առանց ջրի, օձերի ու կարիճների մեջ։
Ոչ մի մարդ չէր կարող գոյատևել, բայց ձայնը իրական էր։ Նրանք շտապ պարաններ իջեցրին վիրապը, և շուտով դուրս հանեցին մի մարդու։ Նա նման էր կմախքի, մաշկը սևացել էր, մազերն ու մորուքը հասնում էին մինչև գոտկատեղը, բայց նրա աչքերը վառվում էին մի անմար լույսով։ Դա Գրիգորն էր, ողջ, Աստծո հրաշքով ողջ մնացած։ Այդ պահին Հայաստանի պատմությունը շրջվեց, խավարից դուրս էր գալիս լույսը, և այդ լույսը պիտի փոխեր ամեն ինչ, ընդմիշտ։ Գրիգորին վիրապից հանելու լուրը կայծակի արագությամբ տարածվեց ողջ Վաղարշապատով։ Մարդիկ հավաքվել էին ճանապարհների եզրերին, տեսնելու այն մարդուն, ով ողջ էր մնացել մահվան գուբում։ Նրանք տեսնում էին մի հյուծված, գրեթե անմարմին էակի, բայց նրա աչքերի լույսը թափանցում էր մինչև նրանց հոգիների խորքը։ Երբ Գրիգորին բերեցին քաղաք, նրան առաջինը դիմավորեցին ոչ թե իշխանները, այլ սգի մեջ գտնվող մի խումբ քրիստոնյաներ, ովքեր գաղտնի պահել էին իրենց հավատքը։ Նրանք լվացին նրա մարմինը, հագցրին մաքուր զգեստներ և տարան այն վայրը, որտեղ նահատակվել էին կույսերը։ Գրիգորը ծնկի իջավ սրբերի արյունով ներքված հողի վրա։ Նա չէր աղաչում, չէր լալիս, նա երկար լուռ մնաց, հոգով զրուցելով նրանց հետ, ովքեր իրենց կյանքով ճանապարհ էին հարթել իր ազատության և Հայաստանի փրկության համար։ Այնուհետև նա ոտքի կանգնեց և դիմեց ժողովրդին։ Նրա ձայնը, որ 13 տարի լռել էր, հնչեց զորավոր և հստակ։ Նա խոսեց ոչ թե վրեժի, այլ ապաշխարության մասին։ Նա խոսեց ոչ թե տրդատի մեղքի, այլ ողջ ազգի մոլորության մասին։ Նա կոչ արեց բոլորին 60 օր սուգ պահել, աղոթել և ապաշխարել իրենց կռապաշտության համար։ Այդ պահին տեղի ունեցավ անհավանականը։ Մի ամբողջ ազգ, որը դարեր շարունակ խոնարհվել էր Արամազդի և Անահիտի առաջ, լսեց մի մարդու, ով նոր էր դուրս եկել գերեզմանից։ Նրա խոսքերի մեջ կար աստվածային զորություն, որին անհնար էր դիմադրել։ Իշխանները, զինվորները, հասարակ ժողովուրդը, բոլորը ծնկի իջան և սկսեցին լաց լինել իրենց մեղքերի համար։ Այդ օրը սկսվեց Հայաստանի հոգևոր վերածնունդը։ 60 օր շարունակ Գրիգորը քարոզում էր և ուսուցանում։ Նա պատմում էր Աստծո մասին, ով սեր է, Որդու մասին, ով իրեն զոհաբերեց մարդկանց փրկության համար, և Սուրբ Հոգու մասին, ով մխիթարում և զորացնում է։ Նա մարդկանց սրտերից արմատախիլ էր անում հեթանոսական վախերն ու սնահավատությունը, դրանք փոխարինելով հավատքի լույսով և հույսով։ Նա նրանց պատմեց սուրբ կույսերի մասին, նրանց անվանելով Հայաստանի առաջին նահատակներ և եկեղեցու հիմնաքարեր։ Եվ հետո, երբ սգի օրերն ավարտվեցին, Գրիգորը գնաց դեպի այն վայրը, որտեղ պահում էին դիվահար թագավորին և իշխաններին։ Տեսարանը սարսափելի էր։ Նրանք վայրի գազանների պես վխտում էին, կապանքները կրծում, հողը փորում։ Ոչ ոք չէր համարձակվում մոտենալ նրանց, բայց Գրիգորը մոտեցավ։ Նա մոտեցավ տրդատին, ով ժամանակին իրեն մահվան էր դատապարտել, և նրա աչքերում չկար ատելություն, այլ միայն կարծիքանք։ Նա ծնկի իջավ նրա առաջ և սկսեց աղոթել։ Նա աղոթում էր երկար, ջերմերանդորեն, իր ողջ հոգով։ Նա խնդրում էր Աստծուն ներիր իր թշնամուն, բժշկիր նրա հոգին և մարմինը, և հրաշքը տեղի ունեցավ։ Աղոթքի պահին տրդատի մարմնից սկսեցին դուրս գալ դևերը։ Նա ցնցվում էր, գոռում, բայց աստիճանաբար նրա մարմինը հանդարտվեց։ Նրա դեմքից սկսեց անհետանալ գազանային արտահայտությունը, և նրա մարդկային կերպարանքը վերականգնվեց։ Երբ նա բացեց աչքերը, դրանք այլևս խելագարի աչքեր չէին։ Նա նայեց Գրիգորին, և նրա աչքերից արցունքներ հոսեցին։ Առաջին անգամ երկար տարիների ընթացքում։ «Գրիգոր», շշնջաց նա կոտրված ձայնով, «ներիր ինձ»։ Այդ պահին ամեն ինչ փոխվեց։ Ոչ միայն թագավորը բժշկվեց, այլև նրա հետ բոլոր դիվահար իշխանները։ Նրանք ոտքի կանգնեցին, ամաչելով իրենց մերկությունից և անցյալի խելագարությունից։ Նրանք տեսան Գրիգորին և հասկացան, որ նրա Աստվածն է, ճշմարիտ Աստվածը։ Այդ օրը տրդատ թագավորը, ով եղել էր քրիստոնյաների ամենադաժան հալածիչը, դարձավ նրանց ամենաջերմ պաշտպանը։ Նա հրովարդակ արձակեց, որով քրիստոնեությունը հռչակվում էր Հայաստանի պետական կրոն։ Սա համաշխարհային պատմության մեջ աննախադեպ իրադարձություն էր։ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը։ Սուրբ կույսերի արյունը իզուր չէր թափվել։ Նրանց նահատակությունը դարձավ այն սերմը, որից աճեց հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Գրիգորի հավատքն ու համբերությունը դարձան այն լույսը, որը ցրեց հեթանոսության խավարը։
Եվ Տրդատի ապաշխարությունը դարձավ այն օրինակը, որը ցույց տվեց, որ Աստծո ողորմությունը սահմաններ չունի, եւ որ ամենամեծ մեղավորն անգամ կարող է գտնել փրկություն։ Պատմության անիվը կատարել էր իր ամենամեծ պտույտը, բայց առջևում դեռ նոր մարտահրավերներ կային։ Ինչպես պետք է մի ամբողջ ազգ, որը դարերով ապրել էր հեթանոսական սովորույթներով, ընդուներ նոր հավատքը։ Ինչպես պետք է կառուցվեր նոր եկեղեցին։ Պատասխանը կրկին պիտի գար երկնքից, մի նոր հոյակապ տեսիլքի միջոցով։ Հայաստանի դարձը միայն սկիզբն էր։ Տրդատ թագավորը, ով այժմ Գրիգորի ամենաջերմեռանդ աշակերտն էր դարձել, իր ողջ թագավորական իշխանությունը դրեց նոր հավատքի տարածման գործին։ Նրա առաջին հրամանը եղավ քանդել բոլոր հեթանոսական մեհյանները եւ դրանց տեղը եկեղեցիներ կառուցել։ Սա հեշտ գործ չէր։ Դարերով ժողովրդի գիտակցության մեջ արմատացած հավատալիքները մեկ օրում չէին կարող անհետանալ։ Շատ տեղերում, հատկապես հեռավոր գավառներում, քրմերը եւ հեթանոսության մոլի հետևորդները դիմադրություն ցույց տվեցին։ Սկսվեց մի նոր պայքար, ոչ թե սրով, այլ խոսքով եւ հավատքով։ Գրիգորը Տրդատի եւ թագավորական զորքի ուղեկցությամբ սկսեց շրջել Հայաստանով մեկ։ Նրանք գնում էին քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, քարոզում էին ավետարանը, քանդում էին կուրքերը եւ հիմնում եկեղեցիներ։ Ամենուր, որտեղ նրանք գնում էին, տեղի էին ունենում հրաշքներ։ Հիվանդները բժշկվում էին, կույրերը տեսնում եւ մարդկանց սրտերը բացվում էին ճշմարտության լույսի առաջ։ Նոր դաշնակիցներ եւ նոր հակառակորդներ էին ի հայտ գալիս։ Որոշ իշխաններ, ովքեր կապված էին հին քրմական տոհմերի հետ, գաղտնի դժգահում էին, բայց չէին համարձակվում բացահայտ ընդդիմանալ թագավորին։ Այս ճանապարհորդության ընթացքում Գրիգորը հասկացավ, որ միայն մեհյանները քանդելը բավարար չէ։ Պետք էր ժողովրդին տալ մի հոգևոր կենտրոն, մի վայր, որը կխորհրդանշեր Աստծո ներկայությունը հայոց աշխարհում։ Նա աղոթում էր, որ Աստված ցույց տա իրեն այդ վայրը։ Եվ մի գիշեր, երբ նա աղոթքի էր կանգնած վաղարշապատի մոտ, նա տեսավ մի հոյակապ տեսիլք, որը պիտի որոշեր հայ եկեղեցու ճակատագիրը հազարամյակներ շարունակ։ Երկինքը բացվեց, եւ մի լուսեղեն հոսանք իջավ երկրի վրա։ Այդ լույսի մեջ նա տեսավ Քրիստոսին, միածին որդուն, ով իր ձեռքի ոսկե մուրչով հարվածում էր գետնին, եւ այնտեղ, որտեղ հարվածում էր մուրչը, գետնից բարձրանում էր մի հրեղեն սյուն, որի գագաթին փայլում էր մի լուսավոր խաչ։ Քրիստոսը ցույց տվեց Գրիգորին ոչ միայն գլխավոր տաճարի տեղը, այլև այն վայրերը, որտեղ նահատակվել էին սուրբ կույսերը՝ Հռիփսիմեն, Գայանեն եւ նրանց ընկերուհիները։ Այդ տեսիլքը ցնցեց Գրիգորին։ Նա հասկացավ իր առաքելության ողջ մեծությունը։ Նա պետք է կառուցեր ոչ թե պարզապես մի եկեղեցի, այլ մի վայր, որտեղ իջել էր ինքը, Աստուծո միածին որդին։ Այդ վայրը պետք է կոչվեր Էջմիածին, որ նշանակում է իջավ միածինը։ Առավոտյան նա պատմեց իր տեսիլքի մասին Տրդատ թագավորին։ Թագավորը, ոգևորված եւ ակնածանքով լցված, անմիջապես հրամայեց սկսել շինարարությունը։ Նա իր ձեռքով քարեր էր կրում, աշխատում էր հասարակ բանվորների հետ միասին, իր օրինակով ոգեշնչելով ողջ ժողովրդին։ Իշխանները, տեսնելով թագավորի նվիրումը, միացան նրան։ Մի ամբողջ ազգ միավորվեց մեկ նպատակի շուրջ՝ կառուցելու Աստծո տունը իրենց հողի վրա։ Միաժամանակ սկսվեց նաև Սուրբ Հռիփսիմեի եւ Սուրբ Գայանեի վկայարանների, մատուրների շինարարությունը այն վայրերում, որտեղ նրանք նահատակվել էին։ Այս երեք սրբավայրերը՝ Էջմիածինը, Հռիփսիմեն եւ Գայանեն, պետք է դառնային Հայաստանի հոգևոր սիրտը, մի վայր, որտեղ երկինքը հանդիպում էր երկրին։ Բայց նոր եկեղեցու կառուցումը միայն սկիզբն էր։ Գրիգորը հասկանում էր, որ եկեղեցին միայն քարե շինություն չէ, այն մարդիկ են։ Նա պետք է ստեղծեր հայ հոգևորականության դաս, կրթեր քահանաներ, ովքեր կշարունակեին իր գործը։ Նա հավաքեց հեթանոս քրմերի երեխաներին, ովքեր կրթված էին, եւ սկսեց նրանց ուսուցանել քրիստոնեական վարդապետությունը, սովորեցնել հունարեն եւ ասորերեն լեզուները, որպեսզի նրանք կարողանային կարդալ Սուրբ Գիրքը։ Սա մի հսկայական տասնամյակների աշխատանք էր, որը պահանջում էր անսահման համբերություն եւ իմաստություն։ Գրիգորը դրեց այն հիմքը, որի վրա պիտի կառուցվեր հայ առաքելական եկեղեցին։ Նա դարձավ ոչ միայն Հայաստանի առաջին կաթողիկոսը, այլև ողջ հայ ժողովրդի հոգևոր հայրը, ստանալով լուսավորիչ պատվանունը։ Նրա գործը շարունակեցին նրա հետնորդները։ Տրդատ թագավորը, մինչև իր կյանքի վերջը մնալով հավատարիմ քրիստոնյա, նույնպես դասվեց սրբերի շարքը։
Իսկ Սուրբ Կույսերը՝ Ռիփսիմեն եւ Գայանեն, դարձան հայ կնոջ մաքրության, հավատարմության եւ անսասան հավատքի խորհրդանիշը։ Նրանց նվիրված եկեղեցիները, որոնք մինչ օրս կանգուն են Էջմիածնի մոտ, ոչ միայն հայկական ճարտարապետության գլուխգործոցներ են, այլև վկայությունն են այն բանի, որ նահատակների արյունը երբեք իզուր չի թափվում, այն դառնում է հավերժական կյանքի սերմ։ Տեսիլքից ոգեշնչված Սուրբ Գրիգոր Լուսավորիչը եւ Տրդած թագավորը սկսեցին իրենց կյանքի ամենամեծ գործը՝ Հայաստանում քրիստոնեական եկեղեցիների կառուցումը։ Գործողությունները սկսվեցին աննախադեպ եռանդով։ Թագավորը, ով երեկվա հալածիչն էր, այսօր դարձել էր եկեղեցու ամենամեծ բարերարը, իսկ Գրիգորը նրա հոգևոր ճարտարապետը։ Նրանց առաջին եւ ամենակարևոր խնդիրը հեթանոսական մեհյանների կործանումն էր, որոնք դարեր շարունակ եղել էին ժողովրդի հոգևոր կյանքի կենտրոնը։ Սա պարզապես շենքեր քանդելու գործընթաց չէր, սա հոգևոր պատերազմ էր, որտեղ յուրաքանչյուր քանդված կուռք խորհրդանշում էր հաղթանակ խավարի ուժերի նկատմամբ։ Առաջին ուղղակի բախումը տեղի ունեցավ Տարոն գավառում, որը հեթանոսության ամենահզոր կենտրոններից էր։ Այնտեղ էին գտնվում Վահագնի եւ Անահիտի գլխավոր մեհյանները, որոնք պաշտպանում էին հազարավոր զինված քրմեր։ Երբ թագավորական զորքը Գրիգորի առաջնորդությամբ մոտեցավ մեհյաններին, նրանց դիմավորեց կատաղի դիմադրություն։ Քրմերը իրենց կորցնելու վախից մոլեգնած կռվում էին առյուծի պես։ Սկսվեց արյունահեղ ճակատամարտ, բայց դա միայն սկիզբն էր։ Գրիգորը զենք չվերցրեց, նրա զենքը խաչն էր եւ աղոթքը։ Նա կանգնեց ճակատամարտի կենտրոնում, բարձրացրեց խաչը եւ սկսեց աղոթել։ Եվ հետո տեղի ունեցավ անհավանականը։ Մի պայծառ լույս իջավ երկնքից, եւ քրմերի շարքերում խուճապ սկսվեց։ Նրանք սկսեցին տեսնել սարսափելի տեսիլքներ, եւ նրանց ուժը լքեց նրանց։ Թագավորի զորքը, ոգևորված այս աստվածային նշանից, հեշտությամբ հաղթանակ տարավ։ Մեհյանները քանդվեցին մինչև հիմքերը, իսկ նրանց ոսկին եւ արծաթը բաժանվեցին աղքատներին։ Այս հաղթանակից հետո Գրիգորն ու Տրդատը շարունակեցին իրենց արշավը։ Նրանք քանդեցին Բագին քաղաքի մեհյանները, կործանեցին Արամազդի տաճարը Անիում։ Ամենուր, որտեղ նրանք գնում էին, կրկնվում էր նույն սցենարը։ Սկզբում դիմադրություն, հետո աստվածային հրաշք եւ վերջում հաղթանակ։ Սակայն Գրիգորը հասկանում էր, որ իսկական հաղթանակը ոչ թե քարե տաճարները քանդելն է, այլ մարդկանց սրտերում նոր տաճար կառուցելը։ Նա սկսեց իր կյանքի երկրորդ, ավելի դժվարին գործը՝ հայ ժողովրդի լուսավորությունը։ Նա հիմնեց դպրոցներ, որտեղ ուսուցանում էին ոչ միայն քրիստոնեական վարդապետություն, այլև գիտություններ։ Նա ձեռնադրեց հարյուրավոր քահանաներ եւ եպիսկոպոսներ, նրանց ուղարկելով Հայաստանի ամենահեռավոր անկյունները։ Նա գնաց Կեսարիա, որտեղ ձեռնադրվեց հայոց եպիսկոպոսապետ, պաշտոնապես հաստատելով հայ եկեղեցու կապը համաքրիստոնեական աշխարհի հետ։ Բայց նրա ամենամեծ գործը դեռ առջևում էր՝ Էջմիածնի մայր տաճարի կառուցումը։ Այն վայրում, որտեղ Քրիստոսն էր իջել, սկսվեց մի շինարարություն, որին մասնակցում էր ողջ ազգը։ Տրդատ թագավորը, Թագուհին, իշխաններն ու հասարակ ժողովուրդը միասին քար էին կրում, հող փորում, կիր էին շաղախում։ Դա ոչ թե պարզապես շինարարություն էր, այլ ազգային միասնության եւ հավատքի մի հզոր դրսևորում։ Երբ տաճարի հիմքերը դրվեցին, Գրիգորը հանդիսավոր պատարագ մատուցեց։ Այդ օրը հիմնադրվեց ոչ միայն մի շենք, այլև մի հոգևոր մայրաքաղաք, որը դարեր շարունակ պիտի լիներ բոլոր հայերի ուխտատեղին եւ հավատքի ամրոցը։ Միաժամանակ Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնելու համար նրանց նահատակության վայրերում կառուցվեցին Սուրբ Հռիփսիմե եւ Սուրբ Գայանե եկեղեցիները։ Այս երեք սրբավայրերը դարձան հայ ժողովրդի հոգևոր վահանը, մի վկայություն այն բանի, որ հավատքը կարող է հաղթել ցանկացած բռնակալության եւ որ նահատակների արյունը դառնում է եկեղեցու անսասան հիմքը։ Սուրբ Գրիգորի եւ Տրդատ մեծի գործը փոխեց ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային պատմության ընթացքը։ Նրանց շնորհիվ հայ ժողովուրդը դարձավ Քրիստոսի լույսի կրողը, մի ժողովուրդ, որի ինքնությունը հավերժ միահյուսվեց քրիստոնեական հավատքին։ Նրանց սկսած գործը դեռ շատ փորձությունների միջով պիտի անցներ, բայց դրված հիմքն այնքան ամուր էր, որ ոչ մի փոթորիկ չկարողացավ քանդել այն։ Պատմությունը մոտենում էր իր տրամաբանական ավարտին, բայց դրա դասերը հավերժ են։ Հայոց դարձը, Էջմիածնի կառուցումը եւ եկեղեցական կարգի հաստատումը դարձան այն հզոր հիմքը, որի վրա պիտի կանգներ հայ ժողովրդի ողջ հետագա պատմությունը։
Սակայն այս պատմության գագաթնակետը եւ նրա իրական հանգուցալուծումը գալիս է ոչ թե մեծ իրադարձությունների, այլ հոգեվոր խորը դասերի ընկալման մեջ։ Այն ամենը, ինչ տեղի ունեցավ, ոչ թե պատահականությունների շարք էր, այլ Աստծո հստակ նախախնամության դրսևորում, որտեղ յուրաքանչյուր հերոս, յուրաքանչյուր տառապանք եւ յուրաքանչյուր հրաշք իր տեղն ուներ։ Գագաթնակետը հասավ այն պահին, երբ Տրդատ թագավորը արդեն լիովին ապաշխարած եւ նոր հավատքով լցված կանգնեց նորակառույց Էջմիածնի սուրբ պատերի տակ, ողջ ժողովրդի առաջ։ Նրա կողքին կանգնած էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Թագավորը նայեց իր ժողովրդին, ապա իր հայացքն ուղղեց դեպի երկինք եւ բարձրաձայն ասաց խոսքեր, որոնք դարձան հայոց պատմության ամենաանկեղծ ապաշխարության խոստովանությունը։ Ով երկնավոր թագավոր, ասաց նա, ես, որ հպարտությունից մոլորված համարձակվեցի հալածել քո սրբերին, ես, որի ձեռքերը ներկված են անմեղ արյունով, այսօր խոնարհվում եմ քո առաջ։ Ես հասկացա, որ երկրային իշխանությունը ոչինչ է առանց քո ողորմության։ Ես հասկացա, որ իսկական ուժը ոչ թե սրի մեջ է, այլ հավատքի։ Ես եւ իմ ժողովուրդը այսօր երդվում ենք ավատարիմ լինել քեզ մինչև մեր կյանքի վերջը։ Թող սուրբ նահատակների արյունը լինի մեր մկրտությունը, եւ թող այս տաճարը լինի մեր ուխտի վկան։ Երբ նա ավարտեց իր խոսքը, մի աննկարագրելի խաղաղություն իջավ բոլորի վրա։ Ժողովուրդը, տեսնելով իր թագավորի անկեղծ զղջումը, միասնաբար ծնկի իջավ եւ փառք տվեց Աստծուն։ Այդ պահին տեղի ունեցավ ոչ միայն թագավորի, այլև ողջ ազգի վերջնական դարձը։ Հեթանոսական անցյալի ստվերները վերջնականապես ցրվեցին, տեղի տալով քրիստոնեական հավատքի ռուսաբացին։ Հակամարտությունը, որը սկսվել էր հռոմեական պալատում մի կույսի գեղեցկության պատճառով, ավարտվեց հայոց լեռներում մի ամբողջ ազգի հոգևոր վերածննդով։ Հանգուցալուծումը եկավ տարիներ անց, երբ պատմության բոլոր հերոսներն ավարտեցին իրենց երկրային ուղին։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, իր կյանքի վերջին տարիներն անցկացնելով ճգնավորի կյանքով Մանիա այրում, խաղաղությամբ ննջեց ի Տեր։ Տրդատ մեծ թագավորը, մինչև իր մահը հավատարիմ մնալով իր ուխտին, դասվեց հայ եկեղեցու սրբերի շարքը։ Նրանց սկսած գործը շարունակեցին նրանց հետմորդները, սերնդեսերունդ փոխանցելով հավատքի լույսը։ Սուրբ Հռիփսիմեի եւ Սուրբ Գայանեի մահատակությունը դարձավ հավատքի, մաքրության եւ անսասան կամքի հավերժական խորհրդանիշ։ Նրանց անունները դարձան ամենասիրելիներից հայ ժողովրդի մեջ, իսկ նրանց նվիրված եկեղեցիները ամենասիրելի ուխտավայրերից։ Նրանց պատմությունը դարձավ այն հիմնարար պատմությունը, որի վրա կառուցվեց հայ քրիստոնյայի ինքնագիտակցությունը։ Այն ցույց տվեց, որ հոգևոր հաղթանակը անհամեմատ ավելի մեծ է, քան ֆիզիկական մահը, եւ որ ճշմարտության համար կանգնելու քաջությունը կարող է փոխել աշխարհը։ Եվ այսպես, սիրելի հավատացյալներ, ավարտվում է այս հրաշալի պատմությունը, բայց դրա դասերը անմահ են։ Այն մեզ սովորեցնում է, որ հավատքը ամենահզոր զենքն է բռնակալության դեմ։ Այն մեզ սովորեցնում է, որ Աստծո ողորմությունը կարող է ամենամեծ մեղավորին դարձնել սուրբ։ Եվ ամենակարևորը, այն մեզ սովորեցնում է, որ նույնիսկ ամենախոր խավարի մեջ, երբ թվում է, թե ամեն ինչ կորած է, հավատքի մի փոքրիկ կայծը կարող է վառել մի ամբողջ ազգի հոգին լուսավորող կրակը։ Այսօր, երբ մենք հայցելում ենք Էջմիածին, Սուրբ Հռիփսիմե կամ Սուրբ Գայանե, մենք ոչ միայն տեսնում ենք հնագույն քարեր, այլև զգում ենք մեր սուրբ նախնիների հոգիներին ներկայությունը։ Նրանց աղոթքները դեռևս պահպանում են մեր հայրենիքը, եւ նրանց օրինակը շարունակում է լուսավորել մեր ուղին։ Հիմա կցանկանայի լսել ձեր կարծիքը։ Կիսվեք մեկնաբանություններում, թե այս պատմության որ դրվագն է ձեզ ամենաշատը հուզել։ Ինչ կանեիք դուք, եթե հայտնվեիք Հռիփսիմեի կամ Գրիգորի փոխարեն։ Եվ Ինչ դասեր եք քաղում այս պատմությունից ձեր սեփական հոգևոր կյանքի համար։ Ձեր մտքերը շատ կարևոր են մեզ համար։ Թող Աստծո օրհնությունը լինի ձեզ եւ ձեր ընտանիքներին։ Ամեն։